Շատ կարևոր է, որ մենք մեկտեղ հավաքվելը չթողենք։ Շատ կարևոր է, որ մենք միշտ փափագով լցված լինենք, որ գանք ու հավատքի մարդկանց հետ շփվենք։ Դա շատ կարևոր է։ Մասնակցենք պաշտամունքներին, երկրպագության մեջ լինենք, աղոթք բարձրացնենք Տիրոջը։ Շատ կարևոր է դա մեր հոգևոր ընթացքի համար։ Եվ եկեղեցին հենց դրա համար է եւ փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, որ այստեղ ներկա եք։ Գիտեք, իմ համար շատ խորհրդանշական օր է այսօր։ Ես պատիվ ունեմ Տիրոջից ինձ տված, որ առաջին անգամ հիմնական падգամով ծառայեմ ու հալ արվածություն իրականում, որովհետև խոսքով շատ եմ ծառայել, բայց հիմնական падգամ տենց առիթ չի եղել, որ հիմնական падգամով ծառայեմ Տիրոջը ու շատ հետաքրքիր է, որ հենց Գյումրու Էմանուել եկեղեցում իմ առաջի հիմնական падգամն է լինելու ու միշտ այն ինչ-որ առաջինն է, սենց լավ տպավորվում է, լավ հիշվում է իմ համար, իմ ընթացքի համար, իմ հավատքի կյանքի համար։ Ես հաստատ այսօրը շատ եմ հիշելու ու չեմ մոռանա։ Ու փառք Տիրոջը այսօրվա համար, փառք Տիրոջը։ Այո, գիտեք, երբ մտածում էի, թե ինչի մասին խոսեմ, իրականում շաբաթվա ընթացքում ասենց հետաքրքիր դեպքեր եղավ ու կարծես այն խոսքը, որ այսօր պատրաստել եմ, շաբաթվա ընթացքում Տերը ասենց իրավիճակ ստեղծեց ու այդ իրավիճակի մեջ կարծես եկավ այն միտքը, այն խոսքը, այն падգամը, որ այսօր ձեզ փոխանցելու եմ եւ падգամը վերնագրել եմ այսպես. ոչ թե վերջին հույսը, այլ առաջին։ Գիտեք, այսօրվա իրականության մեջ մարդը իր տեսակով ինչ որ մի բանի վրա ուզում է հենվի։ Ամեն մարդիկ, չգիտեմ, տարբեր ինչ որ հույսի աղբյուրներ ունեն։ Այն մարդիկ, ովքեր որ հավատքի մարդիկ չեն, գիտեք, շատ ժամանակ իրանց հույսը դնում են իրանց ունեցվածքի վրա, իրանց հնարավորությունների վրա, իրանց դիրքի, հեղինակության վրա, մարդկանց վրա, ովքեր ունեն այդ հեղինակությունը, կյանքում տարբեր ճգնաժամեր ա լինում, տարբեր իրավիճակներ ա լինում, որ դու քո հույսը ինչ-որ մի բանի վրա ուզում ես դնես։ Ու գիտեք, այս վարկածս, այս բոլոր հույսերը, հա, որ մարդը դնում է իր հույսը այդ ամեն ինչի վրա, իրականում ֆիզիկական է ու անցողիկ է։ Կարա քո կյանքում գա ընթացք, որ այն հնարավորությունները, որ ունեիր, էլ չունես։ Այն ֆինանսները, որի վրա քո հույսը կարայիր դնել, էլ չկան։ Այն հեղինակությունը, որ դու ունեիր, էլ չկա այդ հեղինակությունը, այսինքն դրանք ժամանակավոր բաներ են եւ շատ ժամանակ մարդը բալի հասնում է մի տեղ, որ չի կարող իր հույսը ոչ մի բանի վրա դնի, ոչ գումարի, ոչ հեղինակության, ոչինչ չկա։ Նենց դժվար իրավիճակ է կյանքում, նենց մեծ ճգնաժամ է, որ չգիտի ինչի վրա ինքը կարա հենվի։ Ու շատ վկայություններ կան, որ այն ամենաանհավատ մարդը, այն ամենաաթեիստ մարդը, որ Աստծո գոյությունը մերժել է, այդ ճգնաժամի մեջ, աներանելի իրավիճակում, երբ որ իր բոլոր հույսերը սպառվել են, չկար ոչ մի հույս, սկսում է իր հույսը դնել Աստծո վրա։ Այն ամենավերջի պահին։ Մի հատ sense խոսք կա, չէ, որ ընկնող ինքնաթիռում աթեիստներ չկան։ Երբ որ կյանքումդ նենց իրավիճակներ են, որ դու չգիտեմ, մահվան շուքի ձորով ես անցնում, դու քո կյանքը վտանգի տակ է ու դու հասկանում ես, որ դու չես կարա ինչ-որ մեկի վրա հույս դնես։ Այդ դեպքում կարծես քո մոտ մի բան միանում է ու դու հիշում ես Աստծո մասին։ Գիտեք, շատ պատերազմի մասնակից տղաների հետ շփվելու ծառայություններ էին կանում ժամանակին եւ իրենց հետ շատ էի շփվում։ Գիտեք, կար մեկը, որ Աստծո գոյությունը մերժեր։ Այդ տղաները, որ անցել են շատ ծանր իրավիճակների միջով, մահվան միջով են իրանք անցել։ Կար իրանցից մեկը, որ ասի ես աթեիստ եմ կամ ես Աստծուն չեմ հավատում, որովհետև այդ դժվար իրավիճակում, այդ ամենամեծ ծանր իրավիճակում իրենք իրենց հույսը Աստծո վրա էին դնում։ Ու ինչ հետաքրքիր է, չէ՞, մարդ արարածը հենց հասնում է այդտեղ, նոր սկսում է Աստծո երեսը փնտրել։ Ու շատ վկայություններ կան, ես շատ վկայություններ գիտեմ, որ այսպես են մարդիկ ապաշխարել։ Մի փորձության մեջ են ընկել, մի դժվարություն ա եղել իրանց կյանքում, իրանք չեն կարացել ելքը գտնել, չեն կարացել ինչ-որ մի բանի վրա հույս դնել եւ Աստծուն են կանչել։ Եվ այդպես իրանք ճանաչել են Հիսուսին, հանդիպում են ունեցել Տիրոջ հետ։ Այսօրվա պատգամից վերնագիրը ոչ թե վերջին հույսը, այլ առաջին։ Ուզեմ այսօր խոսել նրա մասին, որ պարտադիր չի մեր կյանքում ինչ-որ իրավիճակներ ու դժվարություններ լինեն, որ նոր մենք մեր հույսը Աստծո վրա դնենք։ Մենք ի սկզբանե պետք է մեր հույսը Աստծո վրա դնենք։ Եվ այսօրվա պատգամս 3 մասի եմ բաժանել, 3 կետեր։ Առաջինը Աստված որպես առաջնահերթություն,
Երկրորդը վստահություն նախքան ճգնաժամը եւ երրորդը Աստծո կամքը որպես որոշումների հիմք։ Առաջինը ուրեմն Աստված որպես առաջնահերթություն։ Մատթեոս ավետարանի 6-րդ գլուխը բացենք 33-րդ խոսքից ընթերցենք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Գիտեք, այս խոսքի մեջ Տերը մեզ կարծես ցույց տա, թե որն է քո կյանքի առաջնային բանը։ Ինչի կարիքը դու ամենաշատը ունես։ Որ ամեն բանից առաջ դու պետք է Աստծո երեսը փնտրես։ Ամեն բանից առաջ դու պետք է հասկանաս, որ քո կյանքում պետք է առաջնայինը լինի Տերը։ Պարտադիր չի դու դժվար մի հատ վատ ճգնաժամի մեջ ընկնես, մի հատ մեծ փորձության մեջ ընկնես, որ նոր sense փորձես Աստծուն գտնել։ Դա գիտես, կարծես դու փրկարարի ես զուտ դիմում։ Չգիտեմ, հրդեհվել է, զանգում ես փրկարարին, գալի է հրդեհը, այդ կրակը հանգցնում են ու գնում են ու վերջ։ Այսինքն դու զուտ Աստծուն կոպիտ է հնչում, բայց օգտագործում ես զուտ որպես փրկիչ, փրկարար։ Հետո այդ դժվար իրավիճակից դուրս ես գալ, ելի սկսում ես քո աշխարհիկ վատ մեղքերով լի կյանքը ապրել։ Բայց գիտեք, այդպես չի։ Այո, Աստված երբ որ տեսնում է, որ մարդը դժվարության մեջ է, խնդրի մեջ է, ինքը ուզում է ձեռք մեկնի, ուզում է օգնի։ Աստված չի սպասում, որ դու պարտվես, որ դու ամենացնես, ամենասենց վատ վիճակում հայտնվես, նոր ինքը գա։ Ոչ։ Բանը Տերը ուզում է, որ դու իրան նայես, որ դու նախ իր արքայությունը փնտրես, որ դու հասկանաս, որ իր կարիքը ունես, այն քո կյանքի խնդիրները, այն հարցերը, լիքը բաներ, որ կան, այդ ամեն ինչից առավել իր արքայությունը փնտրես։ Ինքը սիրող հայր է, ինքը գիտի, որ դու ուտելիքի կարիք ունես, սնվելու կարիք ունես, հագնելու կարիք ունես, վերջը ապրում ես այս երկրի վրա։ Տերը գիտի։ Ու Տերը իր խոսքի մեջ մի հատված կա, ասում է, երկնքի թռչուններին եմ կերակրում, հյուշաններին եմ գեղեցիկ հագցնում։ Բա դուք, որ իմ զավակներն եք, իմ պատկերով ու իմ նմանությամբ եք ստեղծված, բա դուք առավել ինչքան sense կարևոր եք ինձ համար։ Մի հոգս արեք, թե ինչ եք հագնելու, ինչ եք ուտելու, այլ նախ իմ արքայությունը փնտրեք, իմ կամքը փնտրեք։ Սա է ամենաառաջինը։ Մարդ իր էությամբ շատ ժամանակ խնդիրների է բախվում, դժվարությունների է բախվում, նոր սկսում է Աստծուն փնտրել։ Գիտեք, մի ուրիշ կատեգորիա էլ կա, որ մարդը այդ խնդիրների դժվարությունների պատճառով ավելի ասած Աստծո հանդեպ իր սիրտը կարծրացնում։ Բայց եթե դու կաս, ես ինչի այն կյանքում սենց ու ավելի ասած փակվում ու Աստծուց հեռվանում ու սենց սիրտը կարծրացնում։ Բայց իրականում այդ խնդիրների մեջ դու կարող ես նայել Տեր Հիսուսին, բռնել իր ձեռքը ու դուրս գալ այդ իրավիճակից։ Ստեղ արդեն մեր ազատ կամքն է, մենք որոշում ունենք Աստծո հետ անցնելու այդ փորձության դժվարության մեջ, թե ինքնուրույն հույսը մեր վրա դնելով։ Եթե հույսը մենք մեր վրա դնենք, մեր ունեցվածքի վրա դնենք, ինչ որ մարդկանց վրա դնենք, հեղինակության վրա դնենք, մի օր հուսահատվելու ենք, հիասթափվելու ենք, որովհետև այդ ամենը ժամանակավոր է։ Այդ ամեն ինչը անցողիկ է։ Այդ հույսերը ճակերտավոր որ կան, դրանք ժամանակավոր են, այսօր կան, վաղը կարող չլինեն, բայց կա մի հույս, որը ամուր ժայռ է։ Դա Տերն է, որ երբ որ քո հույսը նրա վրա լինի, դու երբեք հուսախաբ չես լինի։ Մի համար ընթերցենք Սաղմոսներից, այսօր Սաղմոսներից շատ է մեջբերում անելու, 63-րդ գլխի առաջի խոսքը։ Ով Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից, հոգիս ծառավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում, այս ցամաք ու ծառավ երկրում, որտեղ ջուր չկա։ Տերն է կենթանի ջրերի աղբյուրը։ Այս աշխարհում, այս ցամաքած աշխարհում, այս անապատում Տերն է կյանքի աղբյուրն։ Ու երբ որ մենք կանչենք Տիրոջը, նա կգա մեզ կլիացնի, մեզ կլցնի իր ջրերով, իր կենթանի ջրերով մեզ կլցնի։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Դավիթը առավոտից Տիրոջ երեսն է փնտրում։ Մի հատ մեծ օրինակ։ Նախքան իր կյանքը սկսելը, նախքան իր օրը սկսելը, ինքը Աստծո երեսն է փնտրում, Աստծո կամքն է փնտրում։ Ու դրա համար ինքը շատ հաջողված մեկն է եղել Տիրոջ մեջ։ Տերը նրան լիքը օրհնել է։ Ինքը թագավոր է եղել։ Իր միջոցով շատ-շատերը եկե դեպի Տերը։ Ինքը մեծ ներդրում ունի։ Ու այս ամեն ինչի պատճառը նա է, որ ինքը առավոտ կանուս Աստծո երեսն է փնտրել։ Ինքը հասկացել է, որ այս աշխարհում ամեն բան փուջ է, անապատ է, չոր ու ցամաք է։ Ու այդ ամեն ինչը տանում է դեպի կործանում, ինչ որ կա աշխարհում։ Ու նաև հասկացել է, որ Տերն է կյանքի աղբյուրը ու միշտ փափագով լցված է եղել։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք միշտ փափագով լցված լինենք
Տիրոջ հանդեպ, միշտ ծառավ լինենք իր ներկայության հանդեպ։ Դրա համար միշտ պետքա գանք եկեղեցի, հավատքի մարդկանց հետ շփվենք, Աստվածաշունչ կարդանք, աղոթք անենք, որ Տիրոջ երեսը փնտրենք, որ լցվենք իր կենթանի ջրերով։ Սա առաջինն էր, երկրորդ կետը վստահություն նախքան ճգնաժամը։ Ինչպես ասեցի, Աստված չի սպասում, որ դու պարտվես, ընկնես, նոր գա ասի արի քեզ օգնեմ, չէ։ Աստված ի սկզբանե սպասում է մեզ։ Ի սկզբանե ինքը իր ձեռքը մեկնած սպասում է, որ մենք մեր հույսը նրա վրա դնենք։ Գիտեք, մի հատ շատ լավ օրինակ կա Աստծո խոսքի մեջ, Դանիել 6-րդ գլուխ, 10-րդ խոսքը ընթերցենք միասին։ Կներեք, նախքան ընթերցելը ասեմ, մի իրավիճակ էր, որ թագավորը ստիպում էր ժողովրդին, որ իրեն երկրպագեն, իրեն պաշտեն, եւ դրանից հետո հիմա արդեն այս միտքը ասելուց հետո կարդամ։ Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը 3 անգամ ծնրադրում էր, ծնկի եկած, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ Երբ նա իմանում է, որ թագավորը հրաման է անել, որ ով իրեն չի երկրպագի, տանելու է գցի արդյունքների գուբը, նա գնաց ու շարունակեց իր աղոթքը։ Ստեղ ասվում է, ինչպես նախապես անում էր։ Այսինքն մենք մի հատ մեծ օրինակ ենք տենում, որ նախքան ճգնաժամը, նախքան դժվարությունը, նախքան փորձությունը, որ չարը պատրաստել էր իր համար, ինքը արդեն ուներ աղոթքի կյանք։ Ինքը արդեն աղոթում էր Տիրոջը, Տիրոջ հետ հաղորդակցության մեջ էր, Տիրոջ երեսն էր փնտրում։ Անկախ նրանից ճգնաժամ կա թե չկա, այդ իր կյանքի սովորությունն էր։ Իր անձը ինքը վարժեցրել էր Աստվածպաշտությանը, Աստծուն աղոթք բարձրացնելուն, իրեն ծառայելուն, իրեն նվիրվելուն, իր կամքը պահելուն։ Եվ դրա համար շարունակությունը, եթե տեղյակ եք պատմության, թե ինչ ա եղել, ինչ ավարտ է ունեցել, երբ որ Դանիելին գցեցին այդ առյուծների մոտ, առյուծները նրան չմոտիկացան, որովհետև Տերը հավատարիմ է, Տերը իր զավակներին պահում է։ Տերը տեսնելով քո հավատքը, քո հավատարմությունը չի կարող անտարբեր լինել։ Այդպես չի։ Այլ այդ հավատքը, այդ հավատարմությունը, որ դու ունես իր հանդեպ, իր խոսքի հանդեպ, իր հետ քո ունեցած առանձին ժամանակի հանդեպ, այդ ծածուկ սենյակում Տիրոջ երեսը փնտրելու հանդեպ, այդ որ դու ունես այդ փափագը, Տերը քեզ օրհնելու է, Տերը քեզ պահելու է, Տերը քեզ պաշտպանելու է։ Ու քո բոլոր քայլերից առաջ դու պետք է փնտրես Տիրոջ երեսը։ Առակաց 3-րդ գլուխ, 5-րդ եւ 6-րդ համարները։ Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը եւ քո ըմբռնողությանը, քո հասկացողությանը մի ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Միտքը նա է, որ դու քո բոլոր ճանապարհները անցնելուց առաջ դու պետք է Տիրոջ կամքը խնդրես։ Դու պետք է աղոթք անես Տիրոջը, դու պետք է հասկանաս, որ ունես մեկին, որ տիեզերքի Տերն է, ամեն բան գիտի, ամենազորեղ անձն է, ու ինքը գիտի քո կյանքի համար լավագույն ճանապարհը որն է։ Դրա համար քո որոշումներից առաջ մի հույսը դիր քո հասկացողության վրա, քո իմաստության վրա։ Նախ Տիրոջ վրա քո հույսը դիր, նախ Տիրոջ երեսը փնտրիր, եւ այո, նա կուղի քո ճանապարհները։ Ամեն բանից առաջ պետք է աղոթք անես, Տիրոջ կամքը խնդրես, որովհետև Տիրոջ կամքն է, որ բարի է, հաճելի է, կատարյալն է, այն է, ինչ որ մեզ պետք է։ Դրա համար այս խոսքով մենք հասկանում ենք, որ մենք մեր մարդկային հասկացողությանը չպետք է վստահենք։ Մարդը սխալական է։ Գիտեք, մարդիկ կան, ինչ որ բիզնես են սկսում, մտնում են դրա տակ, ընթացք անցնում, եկել դժվարություններ է գալի, էլ չեն կարողանում այդ դժվարությունների ճգնաժամից դուրս գալ, նոր սկսում են աղոթել, Տեր օգնի, Տեր օրհնի։ Պատկերացնում ես, եթե ի սկզբանե աղոթք աներ, միգուցե Տերը քեզ այլ բան ցույց տար, միգուցե Տերը քեզ այլ ճանապարհով տաներ։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր կյանքի բոլոր որոշումներից առաջ նախ աղոթենք Տիրոջը ու նրա կամքը փնտրենք։ Ու ասում եմ, ճգնաժամից առաջ, նախքան ճգնաժամի մեջ ընկնելը, նախքան այդ դժվարության ու փորձության մեջ ընկնելը պետք է հավատարիմ լինենք։ Պետք է Տիրոջը կանչենք։ Ինչ իրավիճակում որ լինես, պետք է Տիրոջը կանչես։ Ինչպես Դանիելը մի հատ մեծ օրինակ էր մեզ, որ խնդիր չկար իր կյանքում, ինքը աղոթում էր, խնդիր կար, ինքը աղոթում էր։ Շատ սիրուն օրինակ։ Ու ինչ արեց Տերը։ Իրան պահեց։ Չթողեց, որ առյուծները մոտիկանան։ Իսկ մարդը իր բնույթով ինչ է անում, հենց ամնավատ վիճակում լման նոր Աստծո երեսն է փնտրում։ Չէ, դա ճիշտ չի։ Ճիշտ է ի սկզբանե Տիրոջը փնտրել։ Ու գիտեք, Տերը այնքան մեծ սիրտ ունի, այնքան սիրող հայր է, ողորմությամբ լցված հայր է, որ անգամ տեսնելով, որ դու զուտ այդ իրավիճակում ես իրան կանչում, ինքը գալի քեզ օգնում է էլի։
Գալի քեզ օգնում է, էլի դու կպնում ես քո սխալ կյանքին, էլի մեղքերով, մեղքի կյանք ես ապրում, էլի գալիս է ճգնաժամ, Աստված ջան, մենակ ինձ ազատի։ Էլ սենց բան չեմ անի, էլ սենց սխալ բան չեմ անի։ Տերը էլի ողորմություն է անում, գալի քեզ հանում է այդ իրավիճակից, ու դու էլի մեղքի կյանքով ես ապրում, էլի իր կամքից հեռու ես։ Ինքը հայր է, ինքը միշտ պատրաստ է մեզ օգնել, բայց մենք պետք է մի բան գիտակցենք, ի սկզբանը պետք է մեր հույսը Աստծո վրա դնենք։ Երրորդը Աստծո կամքը որպես որոշումների հիմք, Աստծո կամքը որպես որոշումների հիմք, այսինքն նախքան ինչ-որ որոշում կայացնել, ինչպես արդեն ասեցի, մենք պետք է փնտրենք Աստծո երեսը։ Գիտեք, մի օրինակ եմ ուզում ասել, հիմա այդ օրինակից խոսենք։ Տեր Հիսուսը, լինելով Աստված, լինելով ամենակարող մեկը, որ բազում հրաշքներ էր անում։ Ու գիտեք, որ ինքը նախքան մի հատ շատ կարևոր որոշում անելը, ինքը աղոթում էր։ Ինքը աղոթում էր, որ հոր կամքը լինի։ Եկեք միասին ընթերցենք։ Ղուկասի 6-րդ գլուխ 12 եւ 13 խոսքերը։ Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին, ընտրեց նրանցից 12-ին, որոնց եւ առաքյալներ անվանեց։ Մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը անգամ շատ կարևոր որոշում անելուց առաջ աղոթում էր հորը։ Ամբողջ գիշեր ինքը աշակերտներին ընտրելուց առաջ աղոթք արեց, Տիրոջ կամքը խնդրեց։ Սա մի հատ մեծ օրինակ է մեր համար, որ մեր որոշումներից առաջ մենք Տիրոջ երեսը փնտրենք, նրան աղոթենք։ Սա է ամենակարևորը, որովհետև Տեր Հիսուսը գիտեր, որ հոր կամքն է այն ամենաիսկական, ամենակարևոր, ամենաբարին։ Դա հոր կամքն է։ Դրա համար հոր կամքով ինքը աշակերտներին ընտրեց եւ քրիստոնեությունը ամբողջ աշխարհով տարածվեց եւ շատ շատերը գտան այն իրական հույսը, այն հավիտենական հույսը, որը Աստված է, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ոչ թե ժամանակավոր հույսեր, որոնք անցողիկ են, այլ հավիտենական հույսը։ Ու այո, Տերը ասում է, որ մենք մեր բոլոր հոգսերը, բոլոր դժվարությունները պետք է նրան հանձնենք։ Բայց մի անկեղծ բան ասեմ ձեզ, Աստծո խոսքի մեջբերում կա, որ մենք մեր բոլոր հոգսերը, բեռները պետք է Տիրոջը հանձնենք։ Տերը ասում է, Հիսուսը ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք Տիրոջ առաջ անկեղծ լինենք։ Եթե թերանում ենք հավատքի մեջ, եթե տկարանում ենք, իր առաջ անկեղծ լինենք ու խոստովանենք այդ։ Իմ կյանքում իրավիճակ կար, որ մի հոգս, դժվարություն, բեռ անկեղծ, որ ես չէի կարող տալ Տիրոջը։ Ես դրա մասին խոսում եմ, ամբիոնից ենքում, սենց սիրուն դրա մասին խոսում եմ, բայց ես ինքս եկել է մի ճգնաժամային իրավիճակ, որ հասկանում եմ ճիշտն է, որ ես իմ հոգսը տամ Տիրոջը, չի ստացվում իմ մոտ։ Ու գիտեք, ես աղոթեցի ու անկեղծ եղա, ասի Տեր, ես չեմ կարող քեզ տամ այս հոգսը։ Ես հասկանում եմ, որ իմ հոգսերն ու բեռները պետքա քեզ տամ, որ դու ինձ ազատես ու հանգիստ տաս, բայց ես չեմ կարող։ Հիմա արդյունքում ես հասկանում եմ, որ ես քեզ վստահելու մեջ թերանում եմ, որովհետև եթե ամբողջ սրտով ես քեզ վստահեմ, ես իմ հոգսը քեզ կտամ, Տեր, չի ստացվում մոտս, չի ստացվում։ Օգնի ինձ, Տեր Հիսուս։ Ու գիտեք, այդ բանի շատ ուժեղ Տիրոջ ներկայությունը զգացի։ Ու Տերը օգնեց։ Ու ես կարողացա այդ դժվարությունը, այդ հոգսը, այդ բեռը տամ Տիրոջը, ու նա ինձ հանգստություն տվեց։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է, որ մենք անկեղծ լինենք Տիրոջ հետ։ Հերանում ես քո հավատքի մեջ։ Ասա Տեր օգնի իմ անհավատությանը, օգնի որ քեզ հավատամ։ Հերանում ես ինչ-որ հարցում, եղի անկեղծ։ Ես ինձ վատ էի զգում, ասում եմ դու ուրիշներին ես խորհուրդ տալիք, որ քո իրանք իրենց հոգսերը տան Տիրոջը ու Տերը իրանց ազատի։ Դու ինքդ չես կարող անես։ Այո, չեմ կարողանում, ես ինչ ունեմ թաքցնելու։ Չէր ստացվում։ Բայց երբ անկեղծ այդ ընդունեցի ու Տիրոջը ասեցի, Տեր, չեմ կարող իմ հոգսը քեզ տամ, Հիսուս օգնի ինձ, չեմ կարող թեթևանամ։ Ես իմ հույսը դնում եմ իմ միջոցների վրա, իմ ընթացքի վրա, իմ աշխատանքի վրա, չեմ կարողանում։ Իմ հույսը իմ վրա եմ դնում ու հասկանում եմ, որ եթե իմ հույսը իմ վրա դնեմ, չեմ կարող դրա տակից դուրս գամ։ Բայց եթե կարողանամ հիմա իմ հույսը քո վրա դնեմ, դու ինձ կօգնես, դու ինձ թեթևություն կտաս։ Ու Տերը տեսնելով այդ սիրտը, այդ անկեղծ սիրտը, որ չեմ կարող, չեմ կարող։ Սենց իմ բարերով, պապ ջան, չեմ կարողանում, օգնի։ Օգնի, որ կարողանամ իմ բեռները քեզ տալ։ Ու Տերը օգնեց։ Տերը տեսնելով այդ անկեղծ սիրտը ինքը օգնում է։ Ուղղակի շատ կարևոր է, որ մենք մեզ սենց ամուր չպայենք, այլ չէ, մենք պետք է կանգնենք Տիրոջ առաջ, հենց ոնց որ կանք։
Ինչ սխալ կա քո կյանքում, հավատքի մեջ ես թերացել, անհավատություն ես արել, հենց այտենց ընկի Տիրոջ առաջ ու ասի Տեր, ես էս եմ։ Հիմա իմ վիճակը սա է։ Ու ես քո կարիքը ունեմ, որտեվ առանց քեզ ես չեմ կարա, Տեր։ Առանց քեզ ես չեմ կարա։ Դու ես իմ միակ հույսը։ Դու ես այն ամուր վեմը, որի վրա որ ես ուզում եմ իմ աշտարակը կառուցել։ Դու ես Տեր։ Ու ես քո կարիքը ունեմ, Հիսուս։ Սաղմոս 62 50 կներեք 5-րդ խոսքը։ Ով անձ իմ, միայն Աստծուն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ Մենք պետքա գիտակցենք, որ մեր հույսը միայն Աստծուց է, որ մենք մեր հույսը մենակ Տիրոջ վրա պետքա դնենք, որ մենք մեր բոլոր որոշումների հիմքը պետքա դնենք Աստծո կամքը, այն ինչ որ Տերն է ուզում մեր համար։ Ու հələ հիշի քո կյանքում մի փորձություն, իրավիճակ, մի սխալ որոշում, ու ինքդ քեզ հարց տու։ Լավ, ինչ կլիներ, որ ես նախքան այս որոշում կայացնելը աղոթք անեի։ Տիրոջը խնդրեի։ Խնդրեի, որ Տերը ցույց տար ճիշտ ճանապարհը, ճիշտ որոշումը Տիրոջով կայացնել, լավ, ո՞նց կլիներ վերջը։ Իսկ վերջը կլիներ բարին։ Ես վստահ եմ։ Մենք մեր մարդկային հասկացողությանը վստահելով շատ ժամանակ շատ վատ բաների մեջ ենք ընկնում։ Մարդը փորձում է իր մտքերից ու իր ցանկություններից։ Շատ ժամանակ ասում ես ինչի է այս իմ կյանքում սենց այս փորձությունը, բայց Տիրոջ խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ շատ ժամանակ մեր որոշումները, մեր իր կամքը չպահելը, մեր ցանկությունները, այ դրանք են պատճառ, որ մենք ընկել ենք այդ իրավիճակի մեջ, այդ ճգնաժամի մեջ։ Չգցենք ինչ-որ մեկի վրա, չգցենք Աստծո վրա, չգցենք ինչ-որ մարդկանց վրա, այլ ամենաառաջինը մենք մեզ նայենք, լավ, մեր աչքի գերանը տեսնենք, ոչ թե դիմացինի աչքի շուվը։ Ու այսօրվա խոսքից նպատակը նա է, որ մենք գանք Տիրոջ առաջ ու Տիրոջը ասենք Տեր, ես հասկանում եմ, որ շատ ժամանակ իմ հայացքը դեպի իմ խնդիրներն է լինում։ Նախքան քեզ նայելը, Հիսուս, նախքան քեզ ապավինելը, Տեր, ես նայում եմ ուրիշ բաներին, իմ խնդիրներին եմ նայում։ Իմ դժվարություններին եմ նայում, իմ, չգիտեմ, փորձում եմ հույսը իմ վրա դնեմ, իմ աշխատանքի վրա դնեմ, իմ հեղինակության վրա դնեմ, սրա վրա դնեմ, նրա վրա դնեմ, այս պետության վրա դնենք մեր հույսը, ոչ, հուսախաբ ենք լինելու։ Հուսախաբ ենք լինելու ու ընկնելու ենք, շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվելու, որովհետև միակ ճշմարիտ հույսը Տեր Հիսուսն է։ Ինքն է այս կյանքի հույսը, ինքն է այն մեկը, որ մեզ ճանապարհ է ցույց տալի դեպի հավիտենություն, կյանք, որը հավիտենական է։ Այս ժամանակավոր կյանքում մենք այդ հնարավորությունը ունենք։ Հնարավորություն ունենք ապաշխարելու, հնարավորություն ունենք Տեր Հիսուսի հետ հանդիպում ունենալու։ Պարտադիր չի քո կյանքում վատ բաներ գան, որ դու այդ անես։ Պարտադիր չի ընկնես շատ ծանր իրավիճակի մեջ լինես, պատերազմի կիզակետում լինես, անցնես մահով, հիվանդություն ունենաս շատ ծանր։ Պարտադիր չի, որ այդ ամեն ինչը լինի նոր Աստծո երեսը փնտրես։ Կամ այն մեռնելու պահին, որ մարդիկ կան, որ շատ վկայություն են, որ մահվան արդեն որ պետք է մահանան, իրանք զգում են Աստծո ներկայությունը։ Ու իրանք շուտ ուզում են ինչ-որ մի բան անեն, որ ճանաչեն ճշմարտությունը, որ չգնան դժոխք։ Ու այո, Աստծո ողորմությունը այնքան շատ է, որ շատ վկայություններ կա, որ հենց այդ մարդկանց այցելում է Տերը։ Ու ներում է տալի։ Սա Տիրոջ ողորմությունն է, որը որ անսահման է։ Բայց ինչի հասնենք մենք այդտեղ։ Ինչի հասնենք այդ վերջի կետին նոր մեր հույսը Աստծո վրա դնենք, նոր նրան կանչենք, եթե կարանք ի սկզբանե դա անենք։ Եվ հենց այսօրվա падգամի հենց այն ինչ որ ուզում եմ որ տա падգամի խորհուրդը այնա որ մենք մեր հույսը Աստծո վրա դնենք հենց ամենասկզբում։ Ու ոչ թե Աստված մեր վերջի հույսն է, այլ առաջին, այլ միակ հույսն է։ Ու շատ պատմություններ կան Աստծո խոսքում, երբ որ մենք տեսնում ենք տարբեր ընթացքներ, մենք տեսնում ենք, թե ինչպես օրինակ Դավիթ թագավորը ինչ լինի Տիրոջ երեսն է փնտրում։ Ուր գնա, ինչ անի, անգամ սխալի մեջ, մեղքի մեջ է ընկել, Տիրոջ երեսն է փնտրում, որ Տերը իրան ների, Տերը ողորմություն անի։ Պատերազմ է եթում, Տիրոջ երեսն է փնտրում, ասում է Տեր օգնի ինձ։ Ինքը մի բան էր հասկացել, իր մոտ մի հատ բան էր բացվել, որ Տիրոջ հետ ամեն բան հնարավոր է։ Որովհետև Տերը ցույց էր տվել իրան հետ։ Ինքը կանգնած Գողիաթի առաջ մի հատ փոքր պարսատիկով փոքր քարով տապալեց այդ եկա Գողիաթին։ Ու ինքը հասկանում էր, եթե իր հույսը դնի Տիրոջ վրա, ինքը հուսախաբ չի լինի։ Ու շատ պատերազմներ ունեցավ ու պատերազմներում հաղթում էր։ Որովհետև ոչ թե սրի, ոչ թե զինվորների քանակի,
Ոչ թե հնարավորությունների վրա իր հույսը, այլ Տիրոջ վրա իր հույսը։ Դրա համար շատ կարևոր է հարազատներ, որ մենք մեր հույսը Տիրոջ վրա դնենք։ Եթե քո կյանքում մի իրավիճակ կա, որ դու չես կարողանում քո հույսը Աստծո վրա դնել, անկեղծ եղի։ Անկեղծ եղի Տիրոջ առաջ։ Ասա Տեր, ուզում եմ հույսը դնեմ քո վրա, բայց չգիտեմ, չի ստացվում։ Չեմ կարողանում, Տեր։ Փորձի գտնես հավատքի մարդկանց իրանց հետ խորհրդակցի։ Աղոթեն քո համար։ Իրար հետ հաղորդակցվեք, Տիրոջ խոսքը կարդա։ Ամենակարևորը սկսի եկեղեցի հաճախել։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ հոգևոր հաղորդակցությունը քեզ աճացնում է, քեզ ամրացնում է հավատքի մեջ, ու հավատքը զորացնում է։ Դրա համար պետք է մենք ինքներս մեր հանդեպ լինենք անկեղծ։ Ինքներս մեզ չխաբենք, լինենք այնպիսին, ինչպիսին կանք, որովհետև Տերը դա է ուզում։ Տերը ուզում է, որ մենք լրիվ լույսի մեջ լինենք։ Մեղքեր կան քո կյանքում, սխալներ կան քո կյանքում, մի արդարացրու քեզ։ Մի փորձի համեմատվես կողքի ավելի մեղավորների հետ։ Մի փորձի ասես, ես էս փոքր մեղքն եմ անում, բայց հələ նայի կողքս մարդ են սպանել կամ գողություն են արել, ես դրանք չեմ անում, չէ։ Գիտես ում հետ պետք է համեմատվես։ Իհարկե երբեք չենք կարող նրա հետ համեմատվենք, բայց ում ունենք օրինակ։ Տեր Հիսուս Քրիստոսին, որը եկավ այս աշխարհ Աստված լինելով, Տերը լինելով, արարիչ լինելով, ինքը եկավ ու մեզ ցույց տվեց ճիշտ օրինակը, թե ինչպիսի կյանք մենք պետք է ունենանք։ Այն կերպը, որ մենք պետք է մեր ընթացքի մեջ Տիրոջն ապավինենք, Աստծուն կանչենք, նրա կամքը խնդրենք։ Տերը գիտեր, որ ինքը պետք է մահանա, խաչվի։ Գեթսեմանի պարտեզում ինքը հոր առաջ աղոթք էր անում, ասում էր Տեր, եթե այն հնարավոր է, այս բաժակը ինձնից տար, որովհետև հասկանում էր ինչ ահավոր բանի մեջ է մտնում ինքը, ինչ ահավոր դաժան մահ է իրան սպասում, հասկանում էր եւ նաեւ ինչպես որ նա մարդ էր, նաեւ Աստված էր, բայց այդ մարդկային այդ ագնապները, այդ զգացմունքային այդ ամեն ինչը իր բնույթի մեջ կար, որ ինքը նաեւ 100% մարդ էր եւ նաեւ 100% Աստված եւ այդ դժվարությունը, որ ինքը անցել է, ինքը իր մարդկային այդ մարդ բնույթով է անցել, այսինքն զգացել է այդ ահավորությունը եւ ասում է ավետարանի մեջ ասում է, որ սիրտը մահու չափ տրտմած էր Տեր Հիսուսի, ագնապած էր ու ինքը խնդրում էր հորը, որ հայր այս բաժակը տանի իրանից, բայց նաև ասում էր Տեր, բայց սա իմ կամքն է, թող իմ կամքը չլինի, այլ քո կամքը լինի, հայր, քո կամքը լինի, Տեր, որովհետև եթե ես մեռնեմ, իմ մահով շատ շատերը կապրեն, ունենան կյանք, դրա համար Տեր, ես այս ճանապարհը պետք է անցնեմ, ու քո կյանքի դժվարությունը որ կա, միգուցե այդ դժվարության մեջ Տերը ուզում է քեզ ինչ-որ բան ցույց տա, հավատքն է փորձվում։ Միգուցե դու դրա մեջ պետք է ինչ-որ մի բան վերցնես, որ քո ամբողջ կյանքի համար պետք է լինելու։ Ինչ-որ դաս վերցնես, որ քո ամբողջ կյանքի համար պետք է լինելու։ Վստահի Տիրոջը ու ասա Տեր, թող քո կամքը լինի։ Այս դժվարությունը, որ իմ կյանքում կա, Տեր, մենակ թե ընտիր գտնվեմ, մենակ թե քո կամքի մեջ լինեմ։ Գիտեք Տիրոջ խոսքը ինչ է ասում, որ ամեն դժվարություն, քարիք, ամեն բան բարու գործակից կանի հայրը նրանց համար, ովքեր սիրում են իրեն, ովքեր սիրում են իր կամքը։ Եթե քո համար հիմա այդ չարը, այդ դժվարը, այդ ծայրահեղ ծանր իր փորձությունն է, ելքը չես տեսնում, եթե դու Տիրոջը սիրես, այդ կարա բարու շուտ գա։ Տիրոջը սիրելը այդ նրա պատվիրանները պահելն է, նրա կամքը փնտրելն է, նրան հաճելի կյանք ունենալն է։ Սա է Տիրոջը սիրելը։ Ոչ թե զգացմունքային մենք սիրում ենք քեզ, Տեր, ոչ։ Մեր կյանքը պետքա ցույց տա, որ մենք սիրում ենք Տիրոջը։ Կարա սխալ ունենաս քո կյանքում, սայթաքես, բայց դու լինես անկեղծ Տիրոջ առաջ, ասես Տեր, ես քեզ սիրում եմ, ես չեմ ուզում սա անեմ։ Այս մեղքը, այս սխալս, Տեր, ես չեմ ուզում սա անեմ։ Օգնի ինձ, որ այդ չանեմ, Տեր։ Սա է ամենակարևորը։ Ու այդ անկեղծ սիրտը Տերը տեսնելով գալիս է։ Անկեղծ եմ ասում, գալիս է։ Ես շատ կապանքներ եմ ունեցի իմ կյանքում, բազմիցս խոսել եմ սրա մասին, ստեղ չեմ խոսել, բայց հիմա կասեմ, եղել եմ խաղամոլության մեջ։ Չեմ կարացել դրանից ազատվեմ։ Անկեղծ իմ դրամապանակի վերջի գումարը ես գցում խաղում էի։ Ես գիտեի, որ այդ սխալ է, ու գիտեք իմ դեպքը այնքանով էր ծանր, որ ես ժամանակին Աստծուն ճանաչել եմ, ընկել եմ, ու այդ ընկած ժամանակ եմ սկսել այդ մեղքերով լցվելը, ու ահավոր էր իմ համար։ Անգամ ասում էի ավելի լավ ես քեզ չճանաչեի։ Քան ճանաչեի ու ես կյանք ունենա։ Ես այսպիսի աղոթք եմ արել։ Այսպես դիմել եմ Տիրոջը, ասեմ ավելի լավ ես քեզ չիմանայի, քան իմանալով հանդերձ ես պիղծ կյանք ունենայի։ Հիմա այս խաղամոլությունը անկեղծ եղա Տիրոջ առաջ։ Նախքան անկեղծ լինելը ասում էի, դե իմ հավեսի համար եմ անում, նեշի
միշտ եմ անում, բայց մի անգամ անկեղծ եղա ասի, Տեր չեմ կարող, Տեր ազատվեմ։ Տեր ուզում եմ հասկանում եմ, որ սխալ է։ Ճանաչում եմ քեզ Հիսուս, քո հետ ախր հանդիպում եմ ունեցել, բայց չեմ կարող ազատվել։ Օգնից։ Կամ այդքան չի ստացվում։ Այդ աղոթքի ժամանակ տերմնական կերպով զգացել եմ Տիրոջ ներկայությունը։ Շատ հզոր կերպով, անբացատրելի կերպով զգացել եմ Հիսուսի ներկայությունը։ Որտեղ մեղավոր լինելով զգացում, թե ոնց է Տերը իր ներկայությամբ ինձ ապարում, ոնց է ինձ գրկում։ Այդպես կեղտոտ, կեղտի մեր կեղտով պատված Տերը գալի ինձ գրկում էր։ Ու ես հասկացա, որ բանալի նրա մեջ առաջ ընկնեմ հենց այնպեսին, ինչպեսին որ կամ։ Ու ես ազատվա, այդ աղոթքից հետո ազատվել եմ։ Այդ աղոթքից հետո իմ մեջ գարշ անգամ մտե։ Էլ կյանքում նման բան չեմ արել, չեմ խաղացել։ Լիարժեք ազատվել եմ։ Ու հասկացել եմ մի բան, որ դու պետք է հասկանաս, որ դու խնդիր ունես, ու դու հիվանդ ես, ու դու բժշկի կարիքը ունես։ Ու եթե դու գիտակցես սա, որ դու նրա կարիքը ունես, գնես իր առաջ, կանչես իր հոգին խնդրես, Տերը իր հոգով կգա, կհպվի ու կզորացնի քեզ, կազատագրի քեզ, կբժշկի քեզ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք դա անենք։ Մենք այդ անկեղծ սիրտ ունենանք Տիրոջ առաջ։ 100 անգամ կարաս սայթակես ընկնես։ Տերը ասում արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ կբարձրացնեմ։ Կարաս սայթակես, նորմալ է, աշխարհում ապրում ենք մեղքի հետ արդեն sense առնչություն ենք ունենում մեղքի հետ։ Կարանք մենք էլ սայթակենք, բայց դրանից հետո ինչ վերաբերմունք ունենք։ Արդյոք սիրում ենք մեղքը, երբ ուզում ենք մեր կյանքում լինի, թե պատերազմ ենք հայտարարում մեղքին, որ հեռանա մեզանից։ Այ երբ որ դու պատերազմ հայտարարես մեղքին, Տերը կգա ու քեզ կզորացնի։ Արյուն թափելու չափ պատերազմ։ Ասում էի ամեն ինչ Տերի մասնավոր, բայց ծրելը չեմ կարող։ Այսպես բան եմ ասել Աստծուն։ Ես խաղալը թողել եմ, ես թողել եմ, այն թողել եմ, բայց ծրելը չեմ կարող թողեմ։ Նույն աղոթքը, որ խաղալու խաղամոլության բռնված ժամանակ եմ արել։ Ասել եմ Տեր, քո կարիք ունեմ, չեմ կարող, գերի եմ, բռնված եմ։ Ունեմ այդ ուժը, որ ես ամեն ինչից ազատվեմ։ Օգնի ինձ, Հայր։ Ու հենց այս սիրտը ունեցա Տիրոջ առաջ, շատ արագ եկավ ազատագրությունը։ Սկսա պայքարելը, չէր ստացվում մոտս։ Մի քանի ժամանակ ես ձգում էի, ու էլի նորից ընկնում էի։ Էլի նորից ընկնում էի այդ մեղքի մեջ։ Բայց շարունակում էի պայքարել։ Սատանայի նպատակը նա է, որ դու չպայքարես, որ այդպես ընկած մնաս այնքան ժամանակ, մինչև գնաս դժոխք։ Բայց Տերն ուզում է տեսնի այդ պայքարող սիրտը, քո ջանքն է ուզում տեսնի։ Ու երբ որ տենում է այդ ջանքը, գալիս է, այցելում է, զորացնում է, իր հոգով գերբնական կերպով բաներ է փոխում։ Դու զգում ես, որ այս մեղքը, որ առաջ քեզ հաճելի էր, հիմի նող կանք ես ապրում, զզվում ես այս մեղքից։ Ինչի՞։ Որովհետև այն քո տաճարի մեջի տեղը, որ դու տվել էիր այդ մեղքին, հիմա Տերը մաքրել է ու ինքն է բնակվում։ Ու ինչպես Տիրոջ համար է գարշելի այդ մեղքը, այնպես որ արդեն քո ամեն է այդպես դառնում։ Դրա համար շատ կարևոր է, որ Տիրոջ առաջ անկեղծ լինենք ու հասկանանք, որ նա մեր առաջի ու միակ հույսն է, ոչ թե վերջի հույսն է։ Միշտ հիշենք դա։ Միշտ հիշենք դա, ամենայն պուճուր որոշումների մեջ ասենք Տեր ջան, Հայր, ո՞րն է քո կամքը, Տեր։ Միգուցե քո կամքն է, որ ես այս մի ամիսը չաշխատեմ, այս դժվար ֆինանսական ճգնաժամային իրավիճակում դու բան ես ուզում ինձ սովորացնես, ո՞ր կամքը, Հայր։Քի մեջ կա բաներ, որ Աստծո կամքի մեջ չի, սխալ է, սխալ կերպով ես գումարը հաստատում, աղոթի։ Եթե զգում ես, որ այստեղ մի բան կա, որ Տիրոջ կամքով չի, փախի դրանից։ Եթե չես կարողանում փոխել դու քո ուղերով, չես կարողանում փոխել, թողել։ Ուտես Տերը քեզ ինչքան կօրհնի։ Տես թե Տերը քո կյանքը ոնց կփոխի։ Կլցնի իրոք հույսով, երջանկությամբ, ուրախությամբ, հասկանաս, որ տիեզերքի Տերը քո հայրն է, քո կողքն է, քո ներսն է, քեզ հետ է։ Ուր էլ գնաս, մահվան ձորով անցնես, ուր էլ գնաս, միջև աշխարհի վախճանը Տերը քեզ հետ է, մենակ թե դու նրան սիրես, մենակ նրա կերտես, մենակ թե քո միակ հույսը լինի ինքը, ու դու կտեսնես, որ հուսախաբ չես լինի։ 9 տարի հավատքի կյանք ունեմ, որից 2 տարի, այն մեջտեղի 2 տարին ընկել եմ, աշխարհ եմ գնացել, բայց այն մնացած տարիները Աստված ինձ երբեք հուսախաբ չի արել։ Ես արել եմ հուսախաբ Աստծուն, այո։ Ես շատ անգամ թերացել եմ։ Ես շատ անգամ խոստումներ եմ տվել ու չեմ արել։ Բայց Տերը իր խոստումները լրիվ արել է։
Այն պայմանները, որ ինքը իր խոսքի մեջ ասել է, երբ որ ես համապատասխան եմ եղել այդ պայմաններին, Տերը իր խոստումները արել է ու ես երբեք հուսախաբ չեմ եղել։ Ծնծվելա ցնծությամբ, ուրախությամբ։ Ինձ ասում են դու ինչ շահ ունես, որ հավատքի կյանք ես ապրում։ Իմ շահը Տերն է, ես հասկանում եմ, որ ինքը իմ հետ է ու ինձ երբեք հուսախաբ չի արել։ Ընկերների կողմից հիասթափվել եմ, հուսահատվել եմ։ Ամենասիրելի մարդկանցից եղել անցած, որ հիասթափվել եմ, բայց Տեր Հիսուսից երբեք չեմ հիասթափվել ու վստահ եմ, որ չեմ հիասթափվի, որտեղ ինքը հավատարիմ է, սիրող հայրն է ու միակ հույսն է, ում հետ ես պետք է իմ կյանքը կապեմ։ Առաջարկում եմ կանգնենք եւ միաբան աղոթենք Տիրոջ։ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր, որ քո լույսն ես տարածում։ Շնորհակալ ենք Տեր, որ քո սերն ես տարածում մարդկության մեջ, Տեր իմ Աստված։ Ահա քո առաջ ենք, Տեր։ Տեր ներիր, որ շատ ժամանակ մեր հայացքը շեղում ենք քեզանից, Հիսուս։ Տեր ներիր, որ մեր մարդկային ուժերի վրա ենք, Տեր իմ Աստված, վստահում։ Ապավինում ենք մեր ուժերին ու մեր հասկացողությանը։ Ներիր, Տեր։ Մեր միակ հույսը դու ես, Տեր իմ Աստված։ Մենք ուզում ենք մեր հույսը միայն դու լինես, Տեր։ Օգնի մեզ, որ մենք կարողանանք ամբողջությամբ քեզ նվիրել, Տեր, մեր կյանքը։ Քեզ ընծայվել, Տեր։ Որոշում կայացնել Տեր իմ Աստված, որ քո կամքի մեջ ենք լինելու ու ինչ իրավիճակի մեջ որ հայտնվենք, քո կամքն ենք փնտրելու, Հիսուս, քո երեսն ենք փնտրելու, Հիսուս, որտեղ դու տալիս ես այն հույսը, որ երբեք չի մարում։ Դու տալիս ես մեզ հավիտենական կյանքի հույսը, Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ քո մահով, քո խաչելությամբ, քո հարությամբ դու տվեցին մեզ հավիտենական հույս, որը որ հավիտենական կյանքն է։ Շնորհակալ ենք քեզանից, Հիսուս։ Ահա քո առաջ ենք, Տեր, եւ խնդրում ենք, որ մեր կյանքը վերցնես քո ձեռքերի մեջ, Տեր իմ Աստված։ Դու ես մեր միակ հույսը, Տեր։ Առանց քեզ մենք կորած ենք, Տեր իմ Աստված։ Մենք սիրում ենք քեզ, Տեր, եւ մեր կյանքը քեզ ենք հանձնում։ Ներիր մեր մեղքերը, Տեր իմ Աստված, մեր սխալները ներիր։ Մաքրի մեզ քո սուրբ արյունով, Հիսուս, ու դարձնում ես այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ մեզ տեսնես, Տեր։ Սիրում ենք քեզ, Տեր, պաշտում ենք քեզ, Տեր իմ Աստված, եւ ուզում ենք, որ մեր կյանքում միայն քո սուրբ անունը փառավորվի, Տեր, որովհետեւ դու ես արժանի ողջ փառքը ընդունելու։ Փառք ենք տալի քեզ, Տեր իմ Աստված, առաջնորդի մեզ, Տեր։ Թող մեր կյանքերում քո անունը փառավորվի։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։